Պատգամը, որի մասին այսօր ուզում եմ ես խոսել, ունի այսպեսի վերնագիր. Քրիստոնյաները չեն մեռնում։ Հիմա ասեք ոնց լավ զգացիք ձեզ, այս նախաբանը այդքան էլ լավը չէր, բայց վերնագիրը լավն էր։ Հիմա ցանկացած մեկը այստեղ նստած կուրախանա, որովհետև ես տեսա ձեր էմոցիաները լավն էին։ Քրիստոնյաները չեն մեռնում, որովհետև մենք ուզում ենք ապրենք։ Բայց հիմա միգուցե մեդիա դաշտից մեզ նայեն եւ ասեն, սա կատարյալ աբսուրդի ժանրից է։ Ոնց քրիստոնյաները չեն մեռնում։ Ես հավատացյալ հարևան ունեի մեռավ։ Մենք հավատացյալ մարդիկ ենք տեսել, որ մահացել են։ Մենք հովիվներ ենք տեսել, որ եկեղեցու բեմի վրա կանգնած ծառայության ժամանակ մահացել են։ Ասում է քրիստոնյաները չեն մեռնում։ Սա աբսուրդ է, բայց ասում ենք հավատացյալները տարածեն։ Ես ուզում եմ, որ դու հետևես այսօր իմ մտքին, եւ այստեղից դու կերակրված, ներսում այստեղ նստած, հասունացած տուն ես գնալու։ Դու այսօր Աստվածաշնչյան տեսանկյունն ես լսելու մահվան մասին։ Գիտեք, այսպեսի պատգամ ամեն կիրակի խոսած շատ տխրություն քիչնի եկեղեցում։ Նման պատգամների շուրջ կարելի է եկեղեցում խոսել մեկ անգամ, տարին մեկ անգամ, բայց եթե մեկ անգամ է խոսվում, ինչքան հնարավոր է, խնդրիր, որ Սուրբ Հոգին քո ուշադրությունը այստեղից օգնի չշեղվի։ Ամեն, որովհետև այսօր դու ֆուլ ինֆորմացիա ես վեկալելու այս նախադասությունը գրողից հետևյալը, այսինքն ոնց, խնդրում եմ բացատրեք, ոնց քրիստոնյաները չեն մեռնում, բայց ներեցեք, մեր կողքի հարևանը քրիստոնյա էր եւ մեռավ։ Ես ապացուցել եմ այսօր Աստծո խոսքով, ես Աստծո խոսքը, ապացուցելու եմ քեզ, որ քրիստոնյաները չեն մեռնում։ Ու հիմա դու մտածում ես, այսի ոնց ապացուցելու, երբ որ մեռնում են։ Գիտեք, ես մի քիչ առաջ վկայություն տվեցի այդ կյանքի քաղցի նկատմամբ, այդ զարամյալ տարիքով կնոջ ցանկությունը, որ ապրել էր ուզում, ես ակամայից հիշեցի 2011 թվականին այստեղ Ամերիկայում, այստեղ Վաշինգտոնում, թե չեմ կարող հիշել որ նահանգներ, բայց քանի մարդ է ճանաչում Դավիթ Ուելքերսոնին, չի կարելի ես նկարը մեծացնել, ինչ փուչուրը։ Խնդրում եմ նայեք, Դավիթ Ուելքերսոնը աշխարհահռչակ քարոզիչ է, նրան չեմ կարծում, որ որևէ քրիստոնյա չճանաչի, եթե չես ճանաչում, քեզ խորհուրդ կտամ կարդաս նրա գրքերը, սա Խաչ եւ Դանակ գրքի հեղինակն է, որ Նիկի Կրուզին բան է արել, ավետարանել է եւ այլն, ով էլ դարձի է եկել եւ այլն։ Հիմա օրերից մի օր 2011 թվականի մայիս ամսին Դավիթ Ուելքերսոնը ունեցավ մեծ ավտովթար, թրակներ խփել իրան եւ մարդը տեղում մահացավ։ Տեղում մահացավ, հիմա դուք ասեք, բա դուք ասացիք հավատացյալները չեն մեռնում։ Լսիր, նրա կինը, տնոջ անունն է Գվեն Ուելքերսոն, ներողություն, Գվեն Ուելքերսոն, եկել էր եւ տիրոջը ասել էր, այստեղից այս պահից է սկսվում ամեն հետաքրքիր բան, եկել էր եւ տիրոջն ասել էր, ես 58 տարի ամուսնացած եմ եղել այս տղամարդու հետ, ես ապրել եմ նրա հետ 58 տարի եւ հիմա իմ ամուսինս չկա։ Ես մի բան եմ խնդրում, Տեր, լսեք, կյանքում չեմ հավատում որևէ հավատացյալ սենց աղոտ կանի, չորտնես ինձ, որ երկրի վրա երկար ապրեմ։ Խնդրում եմ քեզ, տար ինձի, նախ երկինք տար, որ քեզ տեսնեմ, երկրորդը ամուսնուս տեսնեմ, ես հիմա չեմ տեսնում այլևս երկրի վրա մնալ առանց ձեզ։ Խնդրում եմ չորտնես ինձ, Տեր, չերկարացնես իմ կյանքի տարիները, խնդրում եմ տար ինձ։ Ուղիղ մեկ տարի անց երբ ամուսնու մեկ տարին լրացավ մահվան, այդ նույն օրը մահացավ կինը։ Տերը վերցրեց նաև կնոջը եւ գրված է, որ թաղմանը ներկա գտնվողները ասացին, որ նա գնացել է Քրիստոսի մոտ մեծ խաղաղությամբ եւ անգամ այդ մասին աղարսելով Աստծուն։ Այս կինը երկրավոր կյանքում ապրած տարիներին ունեցել է քաղցկեղ, պայքարել քաղցկեղի դեմ, բժշկվել է, հասկացել է, որ Աստված հրաշագործ է, ամեն բան, ամեն ինչ տեղն է, ամեն փառք Աստծո։ Աստված կարող է այս վիճակից էլ հանել այն վիճակից, խնդրել է, որ ապրի ինքը, քաղցկեղից բժշկվի, բայց եկել է մի օր, որ այդ նույն Աստծուն խնդրել է, չօգնես ինձ, որ էլ ապրեմ։ Ուզում եմ ձեզ մոտ գամ։ Սա կինը, սա անձնավորություն է, սա Աստծո կին է, որ խիստ հավատում է, որ երկինքն ավելի կայուն եւ մնայուն է, քան ժամանակավոր երկրավոր կյանքը։ Այո, ես մի բան ասեմ, ինձ հարցնում են, սա այնինչը կամ այսինչը որտեղից դուք այսինչ գիտեք, ես ազնվության բոլորին պատասխանում եմ, ամեն լավ բան իմ կյանքում, որ ես ունեմ, դա մի լավ մարդուց եմ սովորել, կամ լավ գրքերից։ Այո,
Ես այս կնոջից այս բանը, ես հիշում եմ տարիներ առաջ, որտեղ այդ տարին իմ ամուսինը նույնպես մահացավ, եւ այդ պատմությունը շատ տպավորված էր իմ մոտ, եւ 1 տարի անց այս խնդրանքով, ասում նա գնաց Քրիստոսի մոտ լի խաղաղությամբ անգամ այդ մասին աղրսելուց։ Ես անիմաստ կհումորեմ, եթե հարցնեմ քեզ, ասեմ ծաղուտ կարել ես, չեմ անել, ըսկի չեմ էլ անելու։ Շատ լավ, շատերի մոտ հարց է առաջանում, ուր է գնում մարդը, երբ նա վերջացնում է իր երկրավոր կյանքի ճանապարհը, երբ վերջին շունչը մարդը տալիս է, հա, եւ գրանցվում է մահ, ուր է գնում մարդը։ Որոշներն ասում են, որոշ կրոններում կամ որոշ տեղերում ասում են, մարդը մահից հետո վերամանրնավորվում է, դրան ասում են ռեինկարնացիա, որոշ տեղերում ասում են մարդը, որին որ դուք տեսել եք ու շատերն են սրան հավատում, էդի այդ մարդն էր, էդի այդ հոգին էր, մեռավ, գնաց, վերջացավ, ինչ հոգի, մարդը հոգի չէ, եւ եթե դուք ասում եք, որ մարդը նաեւ հոգի է, հա, ասում եմ մեռնելուց են իրար հետ մեռնում են, գնում են, եւ գիտեք ինչն է հետաքրքիր, երեք եմ ես կարդացել, այդ անձնավորությունը նաեւ գիրք ունի, գրած, եւ գրած ապակը, գնում են դժոխք, Պաստորը սա միտեղ հավատում է, որ գնում են, բա եթե ասում ես մարդը մեռավ հոգին էլ հետը, էլ ուր ես ուղարկում դժոխք, ուրեմն գերեզմանում ամեն բան ավարտվեց, չէ, պաստորին դու հավատում ես, որ գերեզմանից հետո ինչ-որ միտեղ մարդը գնում է, ես ինչ կիսատ պարատուսությունը, մեկ ուրիշները հավատում են, այսենց, գոյության դադարացմանը, մյուսը հավատում է ռեինկարնացիային, հա, բազմաթիվ մոտեցումներ կան, ես ձեզ ասեմ այս հարցի շուրջ, հա, բայց ուզում եմ, որ դուք իմանաք, որ մարդը երհարկանի շենք է, լսում եք, մարդը երհարկանի շենք է, նա բաղկացած է մարմնից, դուք տեսնում եք հիմա ձեր մարմինը, ձեր մարմինը, սա առաջի հարկ, մի հատ ներսում կա շունչ, դա միտքն է, շունչը բաղկացած է 3 կարևոր բաղադրիչներից, միտք, կամք, զգացմունքներ, եւ երրորդը դա հոգին է, մարդը երհարկանի տան նման է, մեղքի պատճառով ֆիզիկական մարմինը տուժեց Ադամի պատճառով եւ այն ենթարկվեց փթման, բոլորս տեսնում ենք, սակայն շունչը եւ հոգին միասին են եւ միասին են նրանք գնում կամ ներքև կամ վերև, սա աստվածաշնչյան ուսուցում է եւ սա 100%-անոց ճշմարտություն, մենք հիմա կկարդանք, ես չեմ կարող հասկանալ այն եկեղեցիներում, որտեղ սովորեցնում են մարդկանց ռեինկարնացիա, վերամանրնավորում, այսինքն ուրեմն ժամանակին այս մարդը երկրի վրա ապրել է, եղել է փանոս ձաձան, մեռավ, գնաց փանոսը, դառավ պոպոքի ծառ, ասում է այս պոպոքի ծառը, էսի պապս է եղել, որ մեռավ, Ալելույա, հնդկական կրոննում այսպեսի բան կա, ահավոր ձևով իրանք հավատում են ռեինկարնացիային, ասում են, որ մի ձերտվեք այս տարականներին, որովհետև կարող է ըստեղ պապսա կամ պապասա, այսօր առավոտյան լուրերը կարդալուց լսեցի, որ գիտնականները գտել են, որ եթե մարդու տնից վատ հոտ է գալի, ուրեմն դե տարական կա, մնացածը ալելույա, ասում այսի պապասա, տարականը, մի ճխրտեք, ասма տարականները վատ հոտ են տանը, բազդում են, ալելույա, չգիտենք ով է եկի այս հոտը հանել տան մեջ, այս ծանր օդը բերել տան մեջ, սա միթե ցնդաբանության նման չէ, փանոս ձաձան մեռավ, աշկը փակեց, հաջորդ 1 րոպեում փանոսը դառավ պոպոքի ծառ, կամ դառավ փանոսը տարական, այսպես կրոնն ասում, մի ձերտու ասում է բանին չագուրտակին, էդի փանոս ձաձանա, տրամաբանություն տեսնում եք սրա մեջ, չկա տենց բան, չկա տենց տրամաբանություն եւ ուզում ասեմ, որ նման բաներ խոսում են եւ այլն, ասենք սրան ավելացնում են նաեւ հետեւյալը, մարդը որ մեռնում է, ես նկատել եմ, որ քրիստոնյաների մեջ էսի շատ խիստ ամրապնդված է, հանիր սա քո մեջից, մարդը որ մեռնում է, հոգի է դառնում մեր տան սուրբը տատոսեր, կենթանի ժամանակ տատուն բանի տեղ չէին դնում, մեռավ դառավ տան սուրբը, ալելույա, մեռավ դառավ տան սուրբը, իսկի տատուն չէին գալի այցելելու, մեռածա թաղը, մեռավ դառավ տատի բանը, պապաս մեր տան սուրբն է, ես խնդրում եմ տենց, դա հակաքրիստոնեական բան է, կամ բանը, մեռել եմ, որ մահացավ, 40 օր տան մեջ շրջում է, ինչ անում, ուզում է ձեր վերաբերմունքը գնահատի, թե տենա իրա մնացած շորերի հետ ինչ եք անում, տարակ second hand, ինչ արեցիք, լսեք ժողովուրդ, քրիստոնյան պետք է լինի շատ խելացի եւ գրագետ, լինի կրթված եւ ունենա adekvat պատասխան,
Ես հիշում եմ, երբ որ ես երեխա էի, տեսնում եմ մարդկանց տաներում ինչ որ մեկը մահացել է, հաց էին դնում եւ ջուր էին դնում, բոլոր նրանք ովքեր միջին տարիքի են եւ բարձր սերունդի ներկայացուցիչներն են, կասեն, դնում էին եւ ասում էին, «Էսի մեռելի հացն է, ջուրն է», հետո ասում էին, «Տեսակ, 40-ներ հետո ոնց էս ջուրը պակասեց»։ Բա ջուրը ֆիզիկայի օրենքը պիտի ցնդի։ Իրանք կարծում են մեռելն է եկել ջուրը խմե, սակայն ուզում եմ հարց տամ, բա հացը խիճիկ էր։ Абսուրդ։ Абսուրդ։ Քրիստոնեությունը մաքրում է մեր մեջ։ Քրիստոնեությունը այն բարձր կուլտուրան է։ Քրիստոնեական վարդապետությունը այն առողջ վարդապետությունն է, որ մեզ ազատագրում է այս կարգի հիմարություններից։ Փառք Տիրոջը։ Սիրելի եկեղեցի, այդ դեպքում եթե այսպիսի հիմարություններ գոյություն ունեն մահվան վերաբերյալ, ապա ինչու Հիսուսը մահացավ։ Ես ուզում եմ, որ նույնպես խաչախի կարմրեց։ Երբ Հիսուսին տանում էին ու պատրաստում էին այս խաչը, որի վրա կախեին, այս խաչը կարմիր գույն չէր։ Հիսուսը ներկեց այդ խաչը։ Հիսուսը խաչը թողեց արյան մեջ։ Ինչու՞։ Խաչը ամբողջովին պատվեց արյունով, կարմիր գույնով, մեղքի եւ մահվան խնդրի արմատական լուծման պատճառով։ Բարձր տուր Հիսուսին ծափահարություն։ Չխնայես քո ծափահարությունը, նա խաչը կարմիրի մեջ է թողել քեզ համար, որ լուծի քո մեղքի վարձքը, իր մեղքի վարձքը եւ մեր հավիտենական կյանքի եւ մահվան վախը։ Խաչը մնացել է կարմիրի մեջ Հիսուսի ձեռքով։ Հալելույա։ Ես բազմաթիվ իմ կյանքից մեջ հուղարկավորությունների եմ ներկա եղել, թաղումների եւ այլն, գնացել ենք տեսակցությունների եւ այլն։ Ես մի բան հատուկ նկատել եմ։ Դուք եթե եղել եք նման մարդկանց մոտ, անհավատների մոտ ավելի շատ եղած կլինեք, քան հավատացյալների, նկատել եք, որ հավատացյալ մարդը, երբ ննջում է Տիրոջով, եւ անհավատը այդ դաժը սենյակում աուրան տարբեր է։ Դուք նկատել եք։ Գիտեք, հավատացյալին չեն ասում մեռավ։ Այդպես բան չկա, ասում են հավատացյալը ննջեց։ Ննջեց, դա մեռնել չէ։ Սկսենք այստեղից։ Եվ եթե դու գնաս սենյակ, դու կտեսնես, այնտեղ նստած են, երգում են, աղոթում են, այն որ ապաշխարելդ գալիս է։ Գնում ես անհավատի տուն։ Հայրոսենց տունը, այն 3 մանեթանոց լացողներով կրկեսն դե ներկա է։ Գիտես խեն իրան գոռում, խեն մխկտում, որովհետև իրան գիտեն, որ այլևս այս մարդուն չեն տեսնելու։ Բա ինչի հավատացյալների տուն այդ գոռոցը չկա, եթե նրանց տանն էլ է տենց բան, որովհետև գիտեն նրա հետ հետո հանդիպելու են նորից։ Էսի սես բան նորմալ է։ Եթե դու հավատայիր, դու հիմա ուրիշ բան կանեիր, նրա հետ հետո հանդիպելու ես։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ եթե անգամ դու գիտես, որ նրա հետ հետո հանդիպելու ես, մի բան, որը քեզ արցունքի է բերում, նա է, որ կարոտելու ես իրեն, մինչև քո ժամանակը գա երկին գնալու։ Դու ընդհանրապես կարոտի խնդիր ես ունենալու, բայց դու չես ունենալու հավիտենական բաժանման։ Սա ողբերգություն է։ Գիտեք, ես ես մի բան ասեմ, եթե մեր կենդանության օրոք, լսում եք, մեր կենդանության օրոք Հիսուսը չգա, եկեղեցու հափշտակությունը տեղի չունենա, մեզանից յուրաքանչյուրին սպասվում է մահ եւ հուղարկավորություն։ Այդ մասին չգիտեիք։ Գիտեիք։ Սա այն պատգամն է, որտեղ երբեք չես կարող ժպտալ։ Այն փանոսը միակ պահն էր, որ խնդացինք։ Մեզանից ամեն մեկին պիտի դու լսես եկեղեցուց ճշմարտություններ, որովհետև ճշմարտությունը չճանաչելը չի ազատում քեզ ճշմարտության առաջ պատասխանատվությունից։ Կարողացա բացատրեմ, ճշմարտությունը չճանաչելը դեռ քեզ չի ազատ արձակում ճշմարտությանը պատասխանելուց կամ ճշմարտության ոնց ասեմ պատասխանատվությունից։ Բայց այսօր Տերը կանչել է քեզ այստեղ, որ դու լսես։ Նախ քաջ եղիր, եթե 89 տարեկան կնոջը տարան ծանր վիճակով ասացին տարեկտուն մինչև լուսադեմ 4-ը կմեռնի, Աստված մի քանի ժամում փոխեց ամեն ինչ։ Ամեն մարդ ունի իր ճանապարհը Տիրոջ մոտ նախասահմանված, ամեն։ Բոլորս քաջ հասկանում ենք, որ ոչ մեկ երկրի վրա հավիտյան չի ապրելու, եւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ մենք երկրի վրա ժամանակավոր մարդիկ ենք։ Այո, այն քաղաքացիության մասին, որ գրել էի,
քիչ ավելի ուշ կհանդիպենք նորից դրա հետ։ Լավ, եք մի քանի բան նայենք Աստվածաշնչից, ինչ կարող է Աստվածաշունչը տալ մեզ, որ ամրապնդվի մեր հավատքը, եւ եթե կա խառը մառը բաներ, Թանոսը մեռավ, ռեինկարնացիա տեղի ունեցավ, դարավ ворդ, դարավ տարական, դարավ պոպոկի ծառ, այս կարգի բաներից մաքրված տուն գնաց։ Կամ պապաս մեռավ, մաման մեռավ, իր հոգին ֆռում, խնդրում եմ ասած բաներ չասեք, հատկապես ինձ չմոտենաք չասեք, որովհետև այստեղից ես ասում եմ, որ սա մաքրվի ձեր մեջից։ Այդպես բան չկա։ Հիմա ես ձեզ Սուրբ գրքով ապացուցելու եմ, երբ մարդը փակում է իր աչքերը, երբ մարդը փչում է իր վերջին շունչը, ուր է գնում, ինչ է տեղի ունենում։ Լավ, ասեք, որ էսի կարևոր բան է, որ ուզում ենք իմանանք։ Ամեն, շատ կարևոր։ Ժողովող գրքի ուրեմն 7:2 գրված է։ Լավ է գնալ սուքի տուն, ժողովողն է ասում։ Այսինքն սքավոր մարդու տուն գնալ, քանի թե գնալ խնջույքի տուն, որովհետև մահը ամեն մարդի վերջն է, եւ ապրողը կպահե այդ իր սրտումը, թե մահը ամեն մարդու վերջն է, այս բառը կպահե սրտումը։ Գնա սուքի տուն, ինչու համար է ասում, գիտես։ Չի ասում գնա իրանց հետ լացելու համար, ասում է գնա որ կյանքը ավելի լավ արժեքավորես, որ հասկանաս, որ քո ճանապարհը վերջում ստեղ է, ճիշտ ապրեր, որ Տիրոջ ողորմությանը դաժե 89 տարեկանում ծայրահեղ ծանր արժանանաս։ Ամեն։ Հաջորդ համարն ենք ուզում նայենք։ Չենք կամենում եղբայրներ ասաց Պողոսը, որ տգետ լինեք ննջեցյալների նկատմամբ, որ տրտմեք ինչպես ուրիշները։ Ասում աշխարհի մարդու պես մի եղեք, ամոթ ասում է, ննջեցյալների նկատմամբ ասում է ճանաչեք Աստծո խոսքը ինչ ասում։ Նայեք օգտագործում է, ասում է չենք ուզում, չենք կամենում եղբայրներ, լսեք, որ տգետ լինեք։ Այսինքն տգետ չիմացող, հա? Չիմացող, ասում է լավ իմացի, դու քրիստոնյա ես, սա պիտի իմանաս, խաչը կարմիրի մեջ է մնացել սրա համար։ Այո, ուրեմն, ասում է ննջեցյալների նկատմամբ ունենանք հասկացողություն, որ չտրտմենք ինչպես ուրիշները, որ հույս չունեցողի պես, ասացի, գնում ենք անհավատի տուն ու գնում ենք հավատացյալի տուն, որտեղ կան մահացած մարդիկ։ Սրանք հույսով լցված են, նրանք անհույսությունից պատրվում, հա? Ասում է, որ ուրիշների պես հույս չունեն, հա? Որովհետև թե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ, որ խաչը թողեց կարմիրի մեջ, որ խաչը կարմրավ եւ հարություն առավ, այնպես էլ Աստված ննջեցյալներից Հիսուսի ձեռով կբերի նրա հետ, ում հավատացյալներին, ամեն, ալելույա։ Բոլորդ եք այստեղ գնացել գերեզմաններ, ես շատ զարմացած եմ, որ այստեղ գերեզման առաջի գիծ էթացող գործն եմ, շատ եմ զարմացել, ինչի չէ եկեք Կիրակի գերեզման, ինչի չէ եկեք թաղման, ինչի չէ եկեք 40-ի, ինչի չէ եկեք 7-ի, չկա տենց բան, ինչ 7, ինչ 40, չկա տենց բան, չկա տենց բան ընկերներ, ասում եմ եղբայրներ չենք ուզում տգետ լինեք ննջեցյալների մասին եւ սրանց վերաբերյալ հարցերի, այլ ուզում ենք որ դուք իմանաք, որ երբ որ ասած բանը տեղի ունենում, ինչ է տեղի ունենում։ Դուք գնում եք գերեզմաններ եւ նայում եք քարերի վրա Դանիելյան Վարսիկ ծնվել է այս թվականին մե Վարսիկը տենասուրը գնում ես ուրիշինն ես կարդում Հակոբյան Խաչիկ այս ինչ ջահելամեր է տենասուրը դուք նայում եք գերեզմաններին դրանք աշխարհով 1 միլիարդ հատ են միլիարդ գերեզմաններ բոլորի վրա անուններ կա գրած հələ շատերի վրա անուններ չկա գրված նրանք ովքեր Եղեռնից գնացին հոլոկոստից գնացին սրանց վրա էլ չկա բայց գերեզմաններ որոնք այսօր երկրի վրա կա ունեն անուններ երբ հածնվե երբ մահացե ու դու միշտ նայում ես այս մարդիկ ուր են այս մարդիկ միլիարդավոր մեռելներ ամբողջ աշխարհով մեկ ուր են սրանք մտքովդ չի անցել գնանք խունկ ծխենք թե այդ խենանում ինչև մաչը հասկացա օքեյ լավ ձեր խնքին ձեր չեմ տալի ով հաջորդ Կիրակի ուզում է գնա կամ շաբաթ գնացեք խունկ ծխենք ծաղիկը դնենք բան լավ երևի ասում եմ մտածում եմ մարդը հարգանքի տուրք է մատուցում է եկել այդ մեռելին եւ այլն բայց ես ուզում եմ իմանաս ըստեղ էլ հասկացողություն ունեցի գնացողը գնացել է նա ոչ քեզ տեսնում է ոչ քեզ լսում է ոչ քո արածը տեսնում է անգամ քո արածը կարող է լինել բաներ որ Աստված է քեզանից չի պահանջել որ ես մեռելի համար անես Գիտես ինչա պահանջել, որ այդ մեռելը քանի կենթանի է, այցելի իրան, ծառայի իրան, պրոստը միատ զնգի իրան, պրոստը հարցրով, լավ ես, լավ չես, կարամ միատ բուլկի բերեմ քեզի, կարամ միատ պրոստը գրկեմ քեզի, մի բանի կարիք ունենաս, երբ ուրբաթ առավոտյան այս լուրը լսեցի, մեր աղոթքաժողովի գրուպ չաթ ունենք, այդտեղ գրեցին, որ տարբեր մարդիկ էլ կան հիվանդներ եւ այլն։ Ես չասացի, գիտեք, ես զբաղված եմ ինքս իմ մեջ, ես ինչ խոսում եմ Տերը լսում եմ։
Ես վերցրեցի այդ գրած մարդկանց անունները, որոնք նույնպես ծանր վիճակում էին, վերցրեցի տարա ներքին սենյակ, մամայիս հետ միասին սկսեցի տեղին աղոթել։ Ես չեմ իմանում իրանց, չեմ այցելել, բայց գիտեմ, որ հոգևոր աշխարհում իմ բաժինը, իմ լուման իրենց կյանքում դրել եմ։ Արա դա, խոսքերով չի, խոսքերով չի։ Ծաղիկ տանեմ, էսի տանեմ, մարդը իր կենդանության օրոք քո կարիքն ունի։ Մեր արած ամեն գործերը եւ չարածները ամբողջը գրվում են։ Այո։ Եվ մտածում ես արդյոք գերեզմանով է ավարտվում այս ամեն ինչը։ Տարան դրեցին ըստեղ էլ գերեզմանները բիտոնած բան Հայաստանում մի ուրիշ ֆինտոֆլյուշկայա գերեզմանները արցաններ, կիսանդրիներ, փորագրած, պապին նստած գողական այեղեբան են ապապան, ասած գողական այդ բան, վասմիկանեչկեքը բաներ խփած ստեղ բան, նեզաբուդու մատրապնայը ձեռին գրած եւ այլն, մի խոսք ասած գողական ամերը, ու նայում ես ասում ես, «Էսի ում գերեզմանն ասում է, էսի զակոննի գող է եղել»։ Մի հատ նորմալ ընտանիքի ապրելու կվարտիրայի տերիտորիայա վեկալել ու ինքը չկա։ Այդքան զբաղացնում է։ Ասես տերիտորիայա այդ գողը նստած է։ Ինքը չկա է, գնացել է, վաղուց չկա։ Աստված գիտի որտեղ արենք, հա։ Այդ տերիտորիան, ես մնում եմ զարմացած։ Ընկերներ, դա բաց թանգարաններ են Հայաստանում, գերեզմանները, բաց թանգարաններ երկնքի տակ։ Ում համար այս ամեն ինչը ապարդյուն, զուր գործ։ Դուք այդ զակոննի գողին օգնեիք Քրիստոսին ճանաչել, զակոնն է Աստծուն։ Ամեն, փառք Տիրոջը։ Քեզ հետաքրքիր է այս թեման, ամեն բան առջևում է։ Ուզում եմ միասին տեսնենք Սաղմոսներից մի հատ համար, որտեղ այդ ով որ այդ գիրքը գրել էր, թե քրիստոնյա քարոզիչները ասում են, որ հավատացյալները երբ որ ննջում են գնում են երկինք, ես համաձայն չեմ, բայց տակնել գրել էր, որ այդ մարդը որ մեռնում է, հոգին էլ հետն է մեռնում, իրանք երկուսով եթում են դժոխք։ Պարզացի որ դա Եհովայի վկայր։ Հիմա լսեք, Սաղմոսում ասում է, բայց Տերը իմ անձը կփրկե, գերեզմանի ձեռիցը, որովհետև նա ընդունում է ինձ։ Օրիգինալում, որով գրվել է հին ուխտը Սաղմոսը, գերեզման բառի փոխարեն գրված է Տերը ինձ կազատի դժոխքից։ Տուր Աստծուն բարձր ծափատություն։ Ուզում եմ տեղը բերես ինչ է արել Հիսուսը։ Էդի սովորակ, լավ էլի, ինչ կլինի, էսի դու, էնի դու, սասա չի։ Ես միշտ ասում եմ, եկեղեցում, եթե հավատացյալներից մեկը ֆինանսների նկատմամբ ունի հայտնություն, այդ մարդը լինելու օրհնված, եթե մեկը հավիտենության մասին ունի հայտնություն, որ Հիսուսը ամեն բան արել է եւ քեզ պատրաստել հավիտենության համար, դու լուրջ հավատացյալ ես։ Քեզի լուրջ հայտնություններ են բացվել, այո։ Հիմա նայենք Հովհաննես, ճշմարիտ ասում եմ ձեզ, Հիսուսն ասեց, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը իմ խոսքը պահե, նա մահ չի տեսնի հավիտյան։ Եվ հիմա այստեղ նորից հարց կառաջանա, դուք երևի սրա համաձայն եք գրել, քրիստոնյաները չեն մեռնում, բա մենք էլի ենք ախր տեսնում, որ մեռնում են։ Նայեք, լավ նախադասություն է, նա մահ չի տեսնի, բայց ներսումդ մեկն ասում է, բայց դե բոլորը մեռնում են, տեսնում ես։ Ինչ մահվան մասին է։ Չէ, այստեղ ֆիզիկական մահվան մասին չէ, այստեղ խոսքը գնում է հոգևոր մահվան մասին։ Գիտեք, հոգևոր մահը աշխարհում ամենադաժան մահն է, դա բաժանում Աստծուց հավիտենական կորուստ։ Քեզ մեկն ասում է, ես մի ամիս հետո քո դոկումենտները կնայեմ, այդ մի ամիս հետի դժվար է քո վրա գալի, ուր մնաց եթե դու իմանաս, որ դու հավիտենական բաժանված ես Աստծուց։ Սա խելագարվելու բան է։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկ իմ խոսքը, ըստեղ նկատեցիք, ասում է, եթե ես ձեզ քանի անգամներ եմ ասել, օրհնությունները ժառանգելու համար նա մի նախապայման ունի, 3 տարից բաղկացած, եթե, ասում է, եթե պահես իմ խոսքը, մահ չես տեսնի։ Իսկ եթե չպահեմ, ալելույա, իսկ եթե չպահեմ Տեր, դե արդեն դուք այստեղ բոլորդ մեծ եք, դուք այստեղ բոլորդ հասուն տարիքի մարդիկ եք, որ ոչ պատգամից վախենաք, ոչ էլ չհասկանաք, ես չի մասենա խոսքը, ասում է, եթե պահես իմ խոսքը, մահ չես ճաշակելու։ Այսինքն հավիտենական բաժանում, հավիտենական դատաստան, հավիտենական կրակները չի կարող լինել քո բաժինը։ Ասեց ճշմարիտ, ասում եմ չես տեսնելու։ Հիսուսն ասեց դա, ամեն։ Ամեն։
Բայց ինչպես որ մենք մեր երկրավոր ապրած սա ուշադիր նայիր։ Ես ուրախ եմ, որ դուք բոլորը նկարում եք, այս բոլորը ֆիքսում եք։ Դուք շատ լավ եք արել, որ եկել եք այստեղ։ Բայց ինչպես որ մենք մեր երկրավոր ապրած կյանքում կվերաբերվենք Տեր Հիսուսին եւ նրա խոսքին, հենց դա էլ կորոշի, թե մենք որտեղ կանցկացնենք մեր հավիտենությունը։ Նախորդ կիրակի ես ասացի, Նոյը փրկվեց եւ Նոյան տապանը փակվեց եւ Նոյը ջրհեղեղից պրծավ իր ընտանիքի անդամներով, իր հարազատներով։ Ասացի, այլևս Նոյի տապանը չի աշխատելու Քրիստոսի եկեղեցու համար, որովհետև Նոյան տապանը վերածվեց եկեղեցու եւ Նոյը որ կանչում ու գոռում էր, դա դեռ Հիսուսը։ Հիմա Հիսուսն է գալու, որ այս տապանը տանի եւ տապանում կլինեն բոլոր նրանք, ովքեր Իրանն են։ Իրանիններին նա տանելու, բա ովքեր են Իրանինները, նրանք ովքեր հասակով են գեղեցիկ, նրանք ովքեր հարուստ են, չէ, ասած նրանք ովքեր եթե պահեն իմ խոսքը, ու իմ խոսքը կատարեն, հաստատ կտանեն։ Ամեն։ Ինչպես կապրես երկրի վրա, դա կորոշի։ Դա կորոշի, դու կլինես հավիտենությունում, թե ոչ։ Կա մարդ որ հասկացավ, կուզեք մի հատ էլ կրկնեմ, բայց ինչպես որ մենք մեր երկրավոր ապրած կյանքում կվերաբերվենք Տեր Հիսուսին եւ նրա խոսքին, հենց դա էլ կորոշի։ Մենք կանցկացնենք մեր հավիտենությունը այնտեղ, թե այնտեղ։ Այս պահին մենք այստեղ բոլորս նստած ենք, ժամը քանիսն է, ժամը սխալ է, ժամը քանիսն է, այսօր Ամերիկայում այս պահին կիրակի օր է, 2:03, հիմա այս պահին դու նստած ես Լոս Անջելես քաղաքում, ժամը ցերեկվա 2:03 է, 2-ն է, ինչքան է, կարևոր չէ, հիմա այս պահին, դու մինչև կշնչես, մի հատ էլ կարտաշնչես, աշխարհի տարբեր ծերերից լիքը մարդիկ գնացին հավիտենություն։ Դու նստած ես այստեղ, հանգիստ տեղավորվել ես, քեզ կա նեղող կողքդ, կողքիդ չի նեղում կողքին հետ, լավ նստած ես, հարմար ես նստած, բայց այս պահին ամեն վայրկյանամեկ մեկը այդում է հավիտենություն, ամբողջ աշխարհով մեկ, դու այստեղ ես եւ դու պատրաստվում ես։ Մենք պարտավոր ենք պատրաստվելու, այո, որովհետեւ ամեն բանի ավարտն է մոտենում, այո, հա։ Ու չէ, ես ուզում եմ մի քիչ էլ մնամ, այդ լավ չի։ Երկրորդ Կորինթացիներից հիմա Պողոսը մի հատ լավ բան ասելու, ես շտապում եմ հասնեմ դրան, ահա։ Այո, քո ապրած կյանքը երկրի վրա կհուշի քեզ քո վերջնական կանգառի մասին։ Եթե դու ապրել ես մեղավոր կյանք, լավ, լսիր, եթե դու ապրել ես մեղավոր կյանք, բայց զղջացել ես, դարձել ես այդ մեղավոր կյանքից, եկել ես Աստծուն, ասել ես Տեր, ես ինչ ապրեցի, կներես Տեր, անառակ որդու պես գնացի աշխարհ, ծախսեցի, ամեն ինչ արեցի, ամեն ինչի համը տեսա Տեր, բայց հիմա ես որդիդ եմ, տուն եմ եկել, նայելով առաքին Ղուկաս ավետարանի, որտեղ անառակ որդին ընդունվեց որ կողմից, հույսով եմ լցված Տեր, որ ես էլ ընդունվում եմ քո կողմից, այո, ընդունվում ես, եթե դու մեկն ես, որ վերադարձել ես մեղքից, դու ընդունված որդի ես, դու սիրված, ներված եւ վերականգնված որդի ես, ամեն, հիմա ինչ ուզում Աստված, որպեսզի շարունակես մնացած քո կյանքը, ապրես Աստվածահաճո կյանքով, ամեն, ուզում եմ որ Աստվածահաճո կյանքով ապրես Տերը, լսում ես, բա որն է, կուլտուրական մարդկանց հետ խոսելը, կուլտուրական նստել վերկենալը, չէ, ապրես երկրի վրա, ծառայելով Աստծուն, երկեղով եւ խոնարհությամբ, ամեն, փառք Հիսուսի, լավ, մի բան էլ եկեք նայենք Կորինթացիներից, որովհետև մեր, լսեք, ինքան լավ համարը, չմոռանաք ես համարը, որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը ամենագերազանց հավիտենական փառքի մեծությունն է գործում մեզ համար, որ այս երևացող բաներին մտիկ չենք անում, այլ աներևույթներին ենք մտիկ անում, որովհետև երևացողները ժամանակավոր են, չերևացողները հավիտենական։ Քանի մարդ է հիմա երկինքը տեսնում ոչ մեկ, քանի մարդ է հիմա Հիսուսին տեսնում ոչ մեկ, քանի մարդ է հիմա տեսնում երկնքի բնակիչներին, հրեշտակներին, արքայությունը ոչ մեկ, ասում այն ինչը որ չես տեսնում, դա չերևացողն է եւ դա հավիտենականն է, բայց այն ինչը որ հիմա տեսնում ես կողքինիդ, եկեղեցին, այս ամբիոնը, ինձ կամ որևէ մեկին, ասում դրանք բոլորը անցնող են։ Ամենախելացի մարդը գիտեք ով է աշխարհում,
ով որ իր բոլոր ներդրումները, անգամ իր այդ սեփական կյանքը ներդրում է չերևացող բաների վրա։ Հիսուսն ասեց չես փոշմանի, ներդրի կյանքդ էլ, առողջությունդ էլ, ծառայությունդ էլ, հավիտենությունում ամբողջը տեսնելու ես ինչ եմ անելու։ Հերիք չնդել ես լինելու, մի հատ էլ վարձք ես ունենալու, մեկ օր հաջորդ տարի պատրաստելու եմ ձեզ համար, որ դուք հասկանաք, ես ինչ վարձք եմ ունենալու երկնքում, այդ վարձքը ինչ ձևով է լինելու, դուք անընդհատ ասում եք, մի հատ բացատրեք ինձ, մի հատ բացեք, պատմեք այդ ինչ է, միգուցե ես իմ վերաբերմունքը փոխեմ ծառայությունների նկատմամբ, խոստանում եմ քեզ հաջորդ տարի, որտեղ այս տարի արդեն ֆուլ է, շատ լավ, գնանք առաջ, նայենք, ոչ մի գիտնական, ոչ մի բժիշկ, եւ ոչ մի էքստրասենս եւ ոչ ոք չի կարող քեզ պահել երկրի վրա այստեղ ինչ որ մեկը կասի այո դու պիտի մի բան հիշես որ դու հավիտենության մարդ ես եւ այստեղ ժամանակավոր անունով եւ ժամանակավոր փաստաթղթերով ես ապրում այդքան մի կարճիր այս կյանքից նա ուզում է մեզանից յուրաքանչյուրը պատրաստ լինի եւ Տերը կկանչի անունով ժամանակը թե որ գնաս տուն կանչելու է դու շատ այդ կնոջ պես ասի Տեր խնդրում եմ ինձ այս հարցում չորտնես ես ուզում եմ գամ երկինք համ քո մոտ համ ամուսնուս մոտ տարից Տեր ասում նա գնաց խորը խաղաղությունով սրտի մեջ եւ անգամ այդ մասին աղարսելուց սրանք մարդիկ են ովքեր խիստ ճանաչում են ով է Հիսուսը ամեն Ալելույա։ Եկ մի բան էլ նայենք Կորինթացիների թղթից։ Երկրորդ Կորինթացիներ 5-րդ գլխից նայենք, որովհետև գիտենք, լսենք, այսօր քո մարմնի անունը փոխելու ես, որովհետև գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը, հիմա մի հատ նայի քեզ, Աստվածաշունչը սրան անվանում է վրան, ասում է երկրավոր վրանի շինվածքը քանդվի Այսինքն երբ մահանա, քանդվի, լսեք, խնդրում եմ բոլորը ինձ ասեն լսում եմ, խնդրում եմ բոլորը ինձ ասեն տեսնում եմ, հետո ասա կարդում եմ, վստահ եմ, հավատում եմ քեզ, գնացինք, որովհետև գիտենք, որ եթե մեր վրանի երկրավոր շինվածքը քանդվի, Աստվածանից մի շինվածք ունենք, անձեռագործ մի տուն, որ հավիտենական է երկնքումը, եւ հենց սրանում հառաչում ենք, ցանկանալով հագնել մեր այն բնակությունը, որը երկնքից է, ամբողջ այս նախադասության մեջ քեզ եւ ինձ կարեւոր է սրանից հետո հաշտվել եւ հարմարվել հետեւյալ բառի հետ, հառաչում ենք, որ հագնենք նա Որովհետև եթե դու երկրի վրա պատրաստ լինես գնալու, դու երկար կապրես։ Բայց նրանք ովքեր կարճած են երկրից, նայեք, դու այս երկրում ոչինչ չունես։ Ժամանակավոր անուն ունես այստեղ, քո անունը երկնքում փոխվելու է։ Ժամանակավոր փաստաթղթերով ես, այդ սաղ թողելու ես, ինչ ունես սաղ թողելու ես։ Ասում այդ երկրավոր վրանը, որ ձեր վրա է հագած մարմնի հետ, փլվելու է թափվելու է ու դուք լսեք ինչ ասում եւ ասում անձեռագործ հրյալ մարմին անձեռագործ մի տուն ունենք որ հավիտենական է երկնքում հենց սրան էլ հառաչում ենք ցանկանալով հագնել այդ նոր մարմինը ասելիքս գիտեք որն է սա իմացիր սրա վերաբերյալ խորհիր սրա վերաբերյալ սկսիր պատրաստվելը դու կարող ես դեռ հələ 40 տարի ունես երկրի վրա ապրելու մի վախեցիր Իմ ձեռքում չէ քո կյանքը, Աստծո ձեռքերի մեջ է, այն քո ձեռքերում էլ անգամ չէ, Տերը ինչպես կամեցավ, ես բերեցի օրինակը այդ զառամյալ ծեր կնոջ, որին տուն էին ուղարկում մեռնելու, բայց Աստված հանկարծ փոխեց որոշումը եւ ասեց ինքը ապրելու է։ Բայց մենք հիշում ենք ամիսներ առաջ մեր քույրերից մեկի քրոջ ամուսինը այս նույն խնդրով 3 օրվա մեջ մահացավ, 56 տարեկան տղամարդ։ Ոչ ոք չգիտի Մեր կյանքը նրա ձեռքերի մեջ է։ Դավիթն ասում էր դեռ մորս որովայնի մեջ չձևավորված ոսկորներս, դեռ մորթի չեկած վրաս, դու գիտեիր ես ով եմ լինելու, ինչքան եմ ապրելու եւ ինչպես եմ ավարտելու իմ կյանքը։ Դու այստեղ նստած ես, բայց նա պատմություն ունի քեզ համար արդեն գրված։ Նոր չէ որ գրելու է, արդեն գրված։ Ամեն։ Դու օրդեր էիր տվել մամայիդ, որ այդ օրը ծնվեիր։
Դա նա էր որոշը, որ այդ օրը դու ծնվեիր։ Ասենք մեկը ծնվել է նոյեմբերի 23-ին, օրինակ, 60 քանի թվականին, Տերն էր այդպես որոշել։ Եվ որտեղ որ գնում ես քեզ հարցնում են, քո ծննդյան թիվը կարող ես ասել, դա կարևոր դոկումենտ է, հա, այդ ծննդյանը թիվը Տերն էր որոշել։ Այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ ծնողներից, այսինչ քաղաքում ծնվի ես մարդը։ Այո, փառք Տիրոջը։ Լավ, ուզում եմ մի բան էլ նայենք, անընդհատ նայենք, լավ։ Եկեք, ուրեմն, միայն թե, երբ որ այն հագնենք, հանկարծ մերկ չգտնվենք, որովհետև մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրություն կրելով, քանի մարդ է հիվանդությունից հառաչում, ինչքաններն եք տեսել, որ այցելել եք, զգացել եք, որ նռում են մարդիկ հիվանդությունից, զգացել եք, որ գնացել եք հիվանդի տեսնելու, դուք անգամ հիվանդ եք եղել, զգացել եք, որ հատկապես տանտղամարդիկ, որ հիվանդանում են, տանտղամարդիկ ուրիշ ձև են, ալելույա, արձագանքում հիվանդությանը նկատել եք, իրանց հանկարծ գրիպ չկպնի, հանկարծ միտեղները չց, ինչ ծանր են իրանք տանում, ասма հառաչում ենք մեր մարմնի մեջ, բա հառաչում ենք, մենք հառաչում ենք մեր կյանքում հիվանդությունների պատճառով, մենք լացում ենք մեր մարմնի մեջ այդ վրանի մեջ ցավերի պատճառով, վիրավորանքների, մերժվածությունների, ոտնահարված լինելու, այս վրանի մեջից նա ամեն օր հառաչանք է լսում, ասում է և մենք, որովհետև մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրություն կրելով, որ չենք կամենում հանվել, չենք կամենում հանվել, այլ այն սրա վրա հագնել, որ մահկանացու կյանքի մեջ ընկղմվի։ Շարունակենք, բայց այս բանը մեզ հաջողել տվողը Աստված է, որ հոգու գրավն էլ տվավ մեզ, նրա համար ամեն ժամանակ համարձակություն ունենք և գիտենք, թե այս մարմնումը կենալով Տերիցը օտարանում ենք, որովհետև հավատքով ենք գնում, ապա ոչ թե երևույթով։ Բայց վստահ ենք և ավելին ընտրում ենք այս մարմնիցը դուրս գալ, սա Պողոսն է ասում, ասում է, բայց ընտրում ենք մարմնիցը դուրս գալ, ինչու է սա Պողոսն ասում, մարդ որ ասում է, ամեն օր 1000 մահերով մեռնում ենք, ասում է, նայեք իր գրածն է, ընտրում եմ այս մարմնից գնամ, միտեղ էլ ասեց, ես ուզում եմ գնամ, ասեց, եկեղեցիներից մեկում ասեց, ես ուզում եմ գնամ, իմ ապրելը ձեզ է օգուտ, բայց իմ գնալս իմ համար է օրհնություն, որովհետև տենալու եմ նրան, ամեն, հիմա ասում եմ, բայց վստահ ենք և ավելին փնտրում ենք այս մարմնիցը դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել, լսեք, այստեղ օգտագործած է մտնել բառը, ուշադիր նայի, գիտեք օրգինալում ինչ է գրված, մտնել չի գրված, ասում մենք, լսեք ոնց է գրված օրգինալում, բայց վստահ ենք և ավելին ընտրում ենք այս մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ ապրել։ Այսինքն դու մարմնից դուրս ես գալի, խոսքը մտնելու մասին չէ, մի դռնից բացում ես, մյուս դուռն ես մտնում, ասում այս մարմնից դուրս ես գալի, ապրելու նրա մեջ, նշեց ապրելու, որովհետև քրիստոնյաները չեն մեռնում, քրիստոնյաները չեն մեռնում, նրա համար են ջանք ենք անում, որ թե կենանք և թե դուրս գանք, մեռնենք էլ, մնանք էլ, ոնց է լինի, հաճո լինենք նրան, ամեն, հաճո լինենք, որովհետև մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին, ստեղ բան է ասում, այսա կարևորը, ես չեմ կարող սա անցկացնել, դու էլ չես կարող, ասում է Քրիստոսի ատյանի առաջին սաղս կանգնելու ենք, որ ամեն մեկը ընդունի իր մարմնով է ինչ որ գործեց, թե բարի արե և թե չար է արե, և այստեղից ես ստիպված եմ կանգնելու մի կարևոր բանի առաջ, այս ինչ ատյան է, որի առաջ կանգնելու ենք, ամեն անգամ չէ, որ եկեղեցի կգաս կլսես այնպիսի պատգամներ, որ շատ քեզ ուրախացնի, այս պատգամները քեզ մի քանի տարով կմեծացնեն, կլրջացնեն, կհավաքեն քեզ, կպատրաստեն քեզ, կստապեցնեն քեզ, այո, և սա ավելի կարևոր է, սա այն ինչ որ Տերը ուզում է, որ տեսնի մեր մեջ, հաջորդ բանը, մարդիկ ովքեր քեզ նայում են, հիմա կողքինդ քեզ է նայում, դու իրան ես նայում, տեսնում են քո վրանը, այո, տեսնում են քո վրանը, բայց վրանին կենթանացնողը ներսումդ է, չեն տեսնում, այո, վրանին կենթանացնողը ներսում է ապրում, և մի օր, երբ վրանը քանդվի, դու դուրս կգաս այնտեղից ու հենց նույն պահին կհայտնվես հավիտենության մեջ, ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ մարդը փակում է իր աչքերը և փչում իր վերջին շունչը, Պողոս առաքյալը պարզ ասում է,
մենք դուրս ենք գալիս այս մարմնից, ասեց մտնում ենք, ես մտնել բառն ասեցի, գրված է, եւ ապրում ենք Աստծո մեջ։ Այսինքն, գիտեք ինչա տեղի ունենում, ակնթարթ, ուզում եմ այստեղ նայեք, եւ կխնդրեմ, որ մեր օպերատորը նկարի սա, լսեք այստեղ նայեք, մահը, դա կոչվում է կրիտիկական անցում, երեխան, որը ծնվում է իր մամայից, ապրում է կրիտիկական անցում, ասում են սա այն պահն է, որ մայր ու երեխա կանգնած են այդ բոլորը, բժիշկները, պապան ներքևում, տատին, հարազատները շունչը պահած, աղջիկը հիմա ծննդաբերում է, այո, եւ այս պահին մտածում են, երեխան տանուլ չտա, ոչ երեխան տուժվի ծնվողը, ոչ մայրը մահանավոտ է, սա կյանքի եւ մահու հարց է, հազարավոր վկայություններ ունենք, թե քանի ծննդաբերող կին ծննդաբերելուց մահացել է։ Դա կոչվում է կրիտիկական պահ, այստեղ նայի, մահը սա է նշանակում։ Բոլորդ եք ինձ տեսնում, ճիշտ է մի այդպես հատուկ բարձրահասակ չեմ, Ալելույա։ Մահ նշանակում է կրիտիկական անցում, մի վայրից, մի տերիտորիայից անցում մեկը։ Նայեք, այս դուռը բռնակ չունի, որ ես գեղեցիկ իրան բացեմ։ Իրան որ բաց ես թողնում, հետո գալիս անայի նորից խփում է քեզ։ Այսինքն մի քիչ պետք է ուշ տամ, ես մի քիչ պիտի մարմնավոր մի բան անեմ, ասենց ցկեմ սրան, որ ինքը բացվի, որտեղ հենց բացեմ թողնում ինքը խփում է ինձ։ Հիմա մահը դա կրիտիկական անցում է։ Դու դուրս ես գալի, մարդը դուրս է գալի մարմնից եւ ուղղակի ակնթարթում տեղափոխվում մի հատ ուրիշ տերիտորիա։ Այսքան բան է պատահելու հավատացյալների հետ։ Ուզում եմ հարցնեմ, որտեղ Պողոսը խոսեց մահվան մասին, ոչ միտեղ։ Նա խոսեց անցումի մասին։ Ասաց մահը դա կրիտիկական անցում է։ Մենք մի վրանից դուրս ենք գալիս ու մտնում ենք մի հատ անձեռագործ վրանի մեջ։ Մինչև երկինք հասնելը հարյալ մարմին ես հագնելու։ Մարդն ասում է, մտնում ենք անձեռագործ տաճարի մեջ։ Մահ հավատացյալի համար նշանակում է կրիտիկական անցում, մի տերիտորիայից մտնել մյուս տերիտորիա։ Սա ուզում եմ որ անպայման բոլորդ իմանաք, որ ապրեք հանգիստ, ապրեք Աստծուն վստահելով, ապրեք ուրախությունով, որ ինչ էլ որ ձեզ հետ պատահի, դուք տեղյակ եք սրանից, դուք պատրաստ եք։ Ամեն։ Ամեն, այո։ Օվսիայի մարգարեությունում գրված է հետևյալը. Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նրանց, ասում է Աստված։ Լսեք, դա ձեր համար է ասում։ Դա իմ համար է ասում։ Դժոխքի ձեռից պիտի ազատեմ նրանց։ Մահվանից պիտի պրծեցնեմ նրանց։ Ուր է ժանտախտ, կորոնավիրուս ասում ուր ես։ Կորոնավիրուսը չգիտեմ ում տարավ, բայց ոնց որ քեզի չկարողացավ հաղթել։ Բոլոր նրանք ովքեր այստեղ նստած են, դու հաղթել ես ժանտախտին։ Ամեն, ասում ուր է ժանտախտ, վիրուս, ուր է քո զորությունը, ուր է քո արևմունքը, դժոխք, սկզբից կարդում, դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նրանց, մահվանից պիտի պրծեցնեմ նրանց, ուր է ժանտախտդ, ուր է ավերմունքդ, որ ավիրում ես, մահ ավիրում է, դժոխք, զղջումը ծածկված է իմ աչքերից, զղջումը ծածկված է հիմա, բայց իմ որդիներին, ես նրանց կազատեմ մահվանիցը, նրանց կպրծեցնեմ ժանտախտից էլ, մահից էլ, մահի ավեր, Տերը քեզ ազատելու է մահվան ավերմունքից, ժանտախտից, ինչ էր աշխարհը որ պատրաստի, Հիսուսը քո Տերն է, եւ նա գիտի ինչպես իր զավակներին ապրեցնի, մեկ անգամ ևս փառք նրան։ Հալելույա։ Դժոխքի ձեռից կազատեմ նրանց։ Խի։ Մահվանից կպրծեցնեմ նրանց։ Հիմա խոսում է մահվան հետ։ Հեյ, ուր, ժանտախտ։ Էй, մահ, ավերմունքդ բան ուր է։ Դու կարաս իմ ձեռից իմ երեխեքին տանես։ Լսեք, ոչ մեկ չի կարող Աստծո ձեռքերից քեզ տանի, անգամ մահը, եթե Հիսուսը դա թույլ չտա։ Գիտեք որտեղից գիտեմ։ Ինձ նկարում են եւ մեդիա դաշտը արտակարգ նայում է, մենք ունենում ենք հազարավոր դիտումներ եւ այլն, լսեք, ինձ Հովանես Առաքյալն է ասել, իմ ավետարանի հայտնության գրքում, քո ավետարանում հայտնության գիրք կա, իսկապես, գիտես ով է գրել հայտնությունը, ապրեք, շատ լավ, իմ ավետարանում
Իմ Աստվածաշնչի ավետարան բաժնի հայտնության գրքի առաջին գլխի մեջ Հովանեսը մի բան ասեց ինձի եւ դա ապրում է իմ մեջ եւ այդ խոսքը փոխել է իմ կյանքի կուրսը նա ասեց մահվան վա եւ դժոխքի բանալիներ տվեք այստեղ ինձ մի հատ բանալիներ խնդրում եմ մի խուրձ բանալի մենակ արագ մի խուրձ բանալի ապրես շատ լավ շնորհակալ եմ այստեղ նայիր այստեղ Հովանեսն ասում է դա գրված է քո ավետարանում էլ հայտնության գրքում գրված է մահվան բանալիները եւ դժոխքի բանալիները ոնց է ձենը Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ է վաու դու նրան բարձր ծափարություն հալելույա ամեն հալելույա փաստիրոց Եթե այդպես է, ապա նա է որոշում ում համար դուր բացի և ում համար դուր փակի, քեզ մի խորհուրդ տամ, հպվիր Հիսուսին, ավելի մոտեկացի Տիրոջը, նրա ձեռքերի մեջ է, դու նրա ձեռքերի մեջ ես, քո կյանքը նրա ձեռքերի մեջ է, էսի գրված է քո գրքում, կարդակի մնաս, ամեն, բայց ընդեղ ինչ-որ մի բանի մասին էր խոսում Պողոսը ու չեմ ուզում անցնեմ, մենք բոլորս կանգնելու ենք ատյանի առաջ, սպիտակ գահի առաջ, մի հատ հələ կանգնելուց առաջ տենանք այդ ինչա, որ հետո մարդավարի կանգնենք, այո, եկ միասին նայենք, սա, սպիտակ գահը, ալելույա, նայենք, հաջորդը նայենք, սպիտակ գահ, լավ, մի հատ էլ եմ ուզում եմ սպիտակ գահը նայենք, այդ նայի, ասում է մեկը կանգնելու է սպիտակ գահի առաջ, ուշադիր, մեկ ուրիշները կանգնելու են ատյանի առաջ, հիմա տեսնենք սրանցից, որի մոտ ենք մենք հայտնվելու, որ ասում եք վերև աստված կա, դες բաներ եք չի ասան, վերև աստված կա, աստու առաջ կանգնել կա, աստու առաջ հոգի տալ կա, Տիրոջ, էդի հոտենց մի ասակ է հասարակ, էդի իրականում ուտենց է, հիմա մենք նայում ենք սպիտակ գահը, եթե դու պատկանում ես Հիսուսին, դու երբեք չես առնչվես գահի հետ, որպետև սպիտակ գահի առաջ կանգնելու են անհավատները, հեթանոսները, հրյաներին հալածող ազգերը, և սա այն գահը չէ, որտեղ կորոշվի դու գնաս դժոխք թե արքայություն, բա որի առաջ ենք մենք կանգնելու, արի ասեմ որտեղ ենք կանգնելու, նայի երկրորդը, սրա անունն էլ է Քրիստոսի ատյան, այստեղ են կանգնելու հավատացյալները, սա տարբերենք իրարից լավ, այսօր բավականին առատ ինֆորմացիա է ստանում, Քրիստոսի ատյանը, ցանկացած մեկը հավատացյալներից կանգնելու է ատյանի առաջ, որտեղ կորոշվի վարձքը քո։ Այս ատյանը երկնքում է։ Եթե դու հասնես երկինք, ել մի մտածի փրկությանդ մասին, արդեն փրկվել ես, որ հասել ես տեղ։ Բայց ինչ ենք անելու, այստեղ է որոշվելու վարձքը ստանալու թե չէ։ Եկ ապացուցենք Աստծո խոսքով առաջի Կորինթացիներ, մի հատ արդեն մենք տեսանք, որ Պողոսն ասեց, որ մենք կանգնելու ենք նրա ատյանի առաջ, այո, այտենց ասեց, մենք տեսանք, այո, ուրեմն Կորինթացիներ, ամեն մեկի գործը 3-րդ գլուխ 13-ից 15-ում, ամեն մեկի գործը պիտի հայտնվի։ Ասում է, ինչ արել ես քո կյանքում, մեջտեղը գալու։ Պիտի հայտնվի։ Լավ բան ես արել, այդ լավ բանը Տերը չի մոռանալու։ Էդի հայտնվելու է։ Վատ բան ես արել, եթե դրա համար չես պատասխանել, եթե դրա համար չես զղջացել, դա էլ է մեջտեղ գալու։ Ամեն մեկի գործը պիտի հայտնվի, որ օրը կերևցնե։ Եվ օրը կերևցնե, որովհետև կրակով պիտի հայտնվի այդ օրը։ Եվ ամեն մեկի գործը, թե ինչպես է, կրակն է փորձելու։ Եվ եթե մեկի գործը, որ շինեց, հաստատուն կենա, վարձ կունենա։ Եթե այնպիսի գործ է արել, ծառայել է Աստծուն, հասարակությանը, ընտանիքին, լավ գործ է արել, ասում եմ, հաստատուն կայուն գործ է արել, փորձություն էլ անգամ կա մեկ ասում է արած գործը, կայուն է մնալու, հələ մի հատ էլ դրա համար վարձ կստանալու։ Բայց եթե մեկի գործը այրվի, վնաս կքաշե։ Բայց ինքը կարող ուշադիր լսեք, ասում է կարող է ինքը ապրի, այլ այնպես ինչպես թե կրակով պրծվածի նման, կապրի, բայց ասում է փորձությունը ամեն ինչ որ արել ես վառելու եմ, եթե այն չի եղել հաստատուն, այն չի եղել Աստծո համար, այն չի եղել Աստծով, պարզ է, լսել եք, նրանք ովքեր չեն կարդում Աստվածաշունչ, ես ուրախ եմ որ դու այստեղ ես, գոնե այս ամենը էկրանից կարդաս, բոլորի գործը հայտնվելու է, մեջտեղ է գալու։ Ասում է, եւ ամեն ինչը փորձվելու է կրակով, թե մարդավարի կայուն գործ ես արել Տիրոջ համար, կկենա, մի հատ վարձ կստանաս, թե չէ,
ամեն բան, որ չի արվել նրա անվան համար, նրա փառքի համար, սաղվարվելու է։ Բարդ խոսք է։ Ուզում եմ վերադառնանք Կորինթացիների 10-րդ խոսքի նորից 5-10-ին, կխնդրեմ, որովհետև մենք ամենքս պետք է հայտնի լինենք Քրիստոսի ատյանի առաջին։ Տեսեք, հավատացյալների համար գրում է, որ մենք կանգնելու ենք Քրիստոսի ատյանի առաջ, սպիտակ գահը ուրիշ բան էր, բայց ատյանի առաջ կանգնելը ուրիշ բան էր, որ ամեն մեկը ընդունի իր մարմնովը ինչ որ գործեց, թե բարի, թե չար, սա վարձքի մասին է։ Յուրաքանչյուրը կանգնելու են Տիրոջ գահի ատյանի առաջ, եւ մեզանից ամեն մեկը կանչվելու է Տիրոջ կողմից երկնքում։ Քեզ քո անունով կանչելու է Տերը, կանչելու է եւ դու գալու ես եւ ասելու է. Ես տեսել եմ քո երկրավոր ապրած կյանքը, ես տեսել եմ քո անցած ճանապարհը, ես տեսել եմ դու ինչ ես արել իմ թագավորության համար, ես տեսել եմ դու ինչ կարող էիր անել ու չես արել, ինչ պիտի չանեիր եւ դա ես արել, ես այդ ամեն ինչը տեսել եմ։ Հիմա այստեղ եմ, որ քեզ վարձք տամ, հաջորդ տարի ես խոսելու եմ վարձքի մասին, դա ինչ վարձք է տալու, որի համար արժե ես երկրի վրա ապրել եւ ծառայել Աստծուն, ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, ես ասեմ ձեզ, այս խոսքը, թե դու ոնց ես ապրելու եւ ինչպես ես ծառայելու եւ ինչ ես անելու Տիրոջ համար, վերահսկում եմ կյանքը մինչեւ այսօր 30 տարի է։ Ես փորձում եմ ապրել այնպես, փորձում եմ այնպես ծառայել Տիրոջը, որ երբ որ փորձությունները գա, չվարվի իմ արածը, ու երբ որ ես Քրիստոսի ատյանի առաջ կանգնեմ, ես ասեմ Տեր, դու ինձ տվել ես մի քանի մնացներ, ես այդ մնացները վեր կացա, բազմացրեցի, 5-ից 10 ստացա, 10-ից 20 ստացա, 20-ից 30 ստացա, արել եմ ինչ որ կարողացել եմ, ես ապրում եմ մի բանի համար, գիտեք, հարցրեք ինձ, ինչու, ինչ ես ուզում, որ Հիսուսը քեզ ասի, ես մի բան եմ ուզում ինձ ասի, ես ուզում եմ, որ դա ինքը իմ հականջին ասի եւ շատ անգամներ ասել արդեն։ Գիտեք, որ բառի համար եմ ուզում ապրեմ եւ ապրում եմ եւ ուզում եմ, որ դու այդ բառի համար ապրես։ Խնդրում եմ ապրել այդ բառի համար, որ նա քո հականջին ասի, ապրես։ Բարի եւ հավատարիմ ծառաս։ Այս քիչ մեջ փոքր եղար, հիմա քեզ մեծ գործի մեջ կդնեմ։ Դու կարողանում ես այդ հարցերը լուծես, որովհետև դու հասկացել ես, որ երկրի վրա դու կանչված ես Աստծո գործը անելու համար։ Դու մի քիչ ժամանակով ես կանչված այստեղ, մի քիչ գործ ունես անելու Աստծո համար, այն արժանապատվորեն, այն արագեղեցիկ, փոքր արա, բայց լավ արա, քիչ արա, բայց կայուն արա։ Ամեն, ալելույա։ Եվ հիմա ուզում եմ խոսել մի բան, փրկությունն ընդդեմ պարգևի։ Գիտեք, ում հետ է ես երեք խոսում, որ ասած բանը չեմ ուզում եկեղեցիներում լսեմ այս պատգամները, որ ասում են hyper grace։ Ես էլ չեմ ուզում, որ ամեն անգամ խոսում են, որ դուք եկել եք Հիսուսին, դուք ընդունել եք Հիսուսին, վերջ, մեղք գործեք, ավերվածություններ անեք, անիրավություններ անեք, ինչ ուզում եք, սա Ամերիկայում են քարոզում։ Ամերիկյան եկեղեցիներում քարոզում են hyper grace։ Հա, Աստծո sense շնորհք ինչ որ հզոր ինչ որ մի բան են ասում, դու ոչ մի բան մի արա, ոչ սուրբա պետք ապրել, ոչ դա ծառայել, ոչ մի բան, դու հավատում ես Հիսուսին։ Այնդ ադալժենի ես արել եկել ես մի հատ էլ Աստծուն ասել ես, օ ընդունում եմ դու ես Աստծո որդի եւ այլն։ Հերիքա, Հիսուսը ամեն ինչ քո փոխարեն կանի եւ ամեն ինչ կծածկի։ Ես ուզում եմ ասեմ, չկա տենց բան։ Պողոս Արաքյանն ասում է, լսեք, Պողոսը ասում է, ահով եւ դողով գործեցեք ձեր փրկության համար երկրի վրա մինչեւ ձեր փրկության ժառանգության օրը։ Արյուն թափելու չափ Պողոսն ասեց, պայքարեք մեղքի դեմ, սա հայպերգրեսից շատ հեռու բան է։ Պարզ է, դրա համար Պողոսն ասում է, զգույշ եղեք, վերջին ժամանակներում դուրս կգան մոլորոցնող քարոզիչներ, որոնք կքարոզեն ձեզ բաներ, որոնք ձեր ականջն է ուզում լսի, որ ձեզի դուր գա։ Ես կգնամ ամերիկյան եկեղեցի, այնտեղ լավ բաներ են ասում, դες մահը բանը պատրաստվի, դզվի, ծառայի եւ այլն բան, սուրբ պահի քեզի, ծոմ պահի, դες բաներ չկա, գնամ։ Բայց այստեղ կմնան այն մարդիկ, ովքեր ուզում են վերջում խաբված չլինեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Մեր սխալ քրիստոնեական կյանքը մեզ կզրկի մեր վարձքից, հաստատ կզրկի, այլ ոչ թե փրկությունից։ Նայ, դու կարող ես երկրի վրա ապրես, հաճախես եկեղեցի, չծառայես, դա չի կարող ազդել քո փրկության վրա։ Դու հավատքով հավատացել ես, որ Քրիստոսը մեռել է քեզ համար, քո մեղքերի համար,
Հավատացել ես, որ Քրիստոսը մեռելներից հարություն է առել եւ կենթանի է, դա քո փրկության հետ առնչվող ամենակարևոր հարցերն են։ Դու քո փրկությունը չես կորցնի, եթե չծառայես Աստծուն։ Դու ուղղակի կկորցնես երկնքում վարձքդ։ Քրիստոսի այցանի առաջ էլ դու չես կանգնի, որտեղ կանգնելու են միայն վարձք վեկալողները։ Այսքան բան։ Մեր սխալ քրիստոնեական կյանքը մեզ կզրկի մեր վարձքից, այլ ոչ թե փրկությունից։ Փրկությունը որպես Աստծո շնորհի անվճար պարգև ստացվում է հավատքի շնորհիվ միջոցով, ինչի մասին մենք նոր ասացինք։ Սակայն պարգևները, որոնք վաստակվում են քրիստոնյայի գործերի եւ ծառայության միջոցով է դա լինում։ Այո, կարծում եմ, ես ամենաշատ լավ հասկանում ենք։ Վարձքը ստանում ենք ծառայության շնորհիվ։ Ամեն ծառայելով Տիրոջը։ Եկեք մի երկու բանել նայենք, արագ նայենք, Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 15 նկատեցիք, որ ինքն է շատ խոսում այս մասին, 15-րդ գլխի 50-ից 51-ում ասում է. Մենք թե այս եմ ասում եղբայրներ, որ մարմինը եւ արյունը չի կարող Աստծո արքայությունը ժառանգել, մարմինը չի կարող մտնել արքայություն, եւ ոչ էլ ապականությունը ժառանգում է, եւ ոչ էլ, մի րոպե, միայն թե ես սա եմ ասում, եղբայրներ, որ մարմինը եւ արյունը չեն կարող Աստծո արքայությունը ժառանգել եւ ոչ էլ ապականությունը ժառանգում է անապականությունը։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ, ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք։ Ուշադրություն դարձրու, Պողոսը չի խոսում մահվան մասին։ Նկատեք, մահը չի ասում, որովհետեւ քրիստոնյաները չեն մեռնում։ Քրիստոնյաները փոխադրվում են երկրավոր կյանքից, փոխադրվում են երկնային Երուսաղեմ։ Ուղղակի փոխում են իրենց տարածքը, փոխում են իրենց տերիտորիան։ Սա նույն ձևի հավատք է ուզում քեզանից, ոնց որ տարիներ առաջ ինչ-որ մեկը եկել է եւ քեզ է ավետարանել է Քրիստոսի մասին, ասել է 2000 տարի առաջ մի հրյա տղամարդ Հիսուս Քրիստոս անունով եկավ աշխարհ, ծնվեց կույսից, ատերի առաջի շոկը տեղը սապրե, ծնվեց կույսից, հետո դարավ 30 տարեկան ավետարանը քարոզեց, չարչարվեց, խաչը բարձացավ, խաչի վրա մեռավ, գերեզման դրվեց, երրորդ օրը մեռելներից հարություն առավ, եւ նա հիմա հոր աչում նստած է, եւ նա ներել է քո մեղքերը։ Հավատում ես դրան։ Մարդն ասում է, մեկն ասում է ոչ, որտեղ ով չի հավատում, ստեղ չի, եւ ով որ հավատում է, ստեղ է։ Այդ նույն հավատքն է պետք է գործածել Պողոսի այս ասած խոսքերը հավատալու համար։ Ուրիշ տեսակի հավատքը ստեղ պետք չի, նույն հավատքը, որով փրկվել ես, նույն հավատքով օրհնվելու ես, նույն հավատքով բժշկվելու ես, նույն հավատքով երկինք ես գնալու, նույն հավատքով արդարանալու ես, նույն հավատքով դատապարտվելու ես։ Ամեն։ Այսքան բան։ Վասնզի պետք է որ այս ապականացուն հագնի անապականությունը, ավելացրել է, ուրեմն հանկարծ մի ակնթարթում, հետին փողի ժամանակին մի ակնթարթում, քոչը սպասածորն ասում է, հանկարծ մի ակնթարթում, հետին փողի ժամանակին, ես այստեղից կրթամ, որովհետև փողը կփչի եւ մեռելները հարություն կառնեն անապականելի, լսեք, մեռելները հարություն կառնեն անապականելի եւ մենք էլ կփոխվենք, վասնզի պետք է որ այս ապականացուն հագնե անապականացուն մարմինը եւ այս մահկանացուն հագնե անմահությունը։ Բադ բան ասում անմահ մարմին ես ունենալու։ Գիտես, եթե մեկի համար մոտը ծիծաղ առաջացավ, ես ցավում եմ քեզ համար, եղբայրս քույրս, եթե անգամ ծիծաղ կառաջանա քո մոտ։ Սա այնքան լուրջ թեմա է, որ այս թեման Տերը բերեց ու տարեվերջին դեռ տարին չավարտած եւ նոր տարվա նախաշեմին կանգնած մեզ բոլորիս ուզում ասի, ուզում եմ, որ բոլորդ լրջանաք, ուզում եմ, որ բոլորդ հասկանաք, պահի լրջությունը, ձեր անցած ճանապարհը մատերիալանքով չնայեք, մահը բոլորի համար է, փորձանք ու փորձությունը, ասում են ինչ-որ կկատարվի անարդարի հետ, կարա կատարվի նաեւ արդարի հետ էլ, այտենց էլ ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչն այն գիրքն է, որը չի խաբում քեզ, գիտես։ Նա քեզ ամեն արդարությունով ամեն ինչ ասում է, այո։ Հիմա ասում է, ոնց ենք տեղափոխվելու։ Լսեք, ասում է, այս ձեր մարմինը չեք համարում ապականացու, ինքը ապականված մարմին է։ Ինքը կեղտոտված, վնասված, ինքը մարմինը ապականացու, մեր մարմինը։ Ասում է, այսի թողելու ես, մտնելու ես անապականացու մարմնի մեջ։ Այո։ Եվ շարունակում է, եւ երբ որ այս ապականացուն
ապականացում կհակնե, ապականվածը անապականվածը կհակնե, մաքուրը կհակնե, եւ այս մահկանացում կհակնե անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, ասում ուրեմն այդ խոսքը գրված է եղել, եւ Պողոսը ցիտում է այդ խոսքը, ասում է կատարվի այն խոսքը, որ գրված է, թե մահ ընկղմվեցավ մահը, ընկղմվեցավ հարության մեջ, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, ուր է քո հաղթությունը քրիստոնյաների վրա, մահ, ուր է քո հաղթությունը հավատացյալների վրա, գերեզման ոչ չի կարողացավ սրանց պահելու, ասում է եւ այն օրը կհիշենք այն խոսքը, որ ասում է, մահը պարտվեց հաղթության մեջ, մահը պարտվեց կյանքի մեջ, եւ ասում է ժամանակ ասենք մահ, բա ոնց չկարողացար մեզ պահել գերեզմանում, մահ, բա ոնց չկարողացար հաղթեիր մեզի, հիշիր այստեղից գնալուց այսօր, խաչը մնաց կարմիրի մեջ, որ այս տողերը կատարվեն քո կյանքում, ով մահ, ուր է քո խայթոցը, ո գերեզման, ուր է քո հաղթությունը, դե պահի ինձ, դե պահի ինձ քեզորությունով, դե հաղթի ինձի, ես ունեմ այն մեկին, որ հաղթել է մահը, հաղթել է գերեզմանը եւ մահվան բանալիները ու դժոխքի բանալիները նրա ձեռքերի մեջ է, ես հավատում եմ այդ մեկին, որի անունն է Աստծո ոգի, Հիսուս Քրիստոս, տվեք նրան փառք ու պատիվ։ Հալելույա։ Ասում են, ես ինչը մահացավ Իսուտից, էդի խայթոցը, դա մահվան խայթոցը, այս մարդը մահացավ Իսուտից, մահացավ ինֆակտից, այս մարդը մահացավ ավտովթարի, դա մահվան խայթոցը, որ խայթեց ու տարավ մահը, հա? Քանի մարդ է հասկանում, որ ինքը Աստծո ժողովուրդ է եւ քո վրա հովիվ կա եւ նա Հիսուսն է։ Ինչ որ տված մարդ եք դու։ Բա մահվան պատգամն այսքան ծափահարություններով լինի։ Հալելույա։ Աստված անգամ մահվան մասին, մարմինը փոխելու մասին, հավիտենություն տեղափոխվելու համար դրա համար էլ է ձեր մեջ ուրախություն բերել։ Ամեն, փառք Հիսուսին։ Քրիստոնյաները հավիտյան չեն մնալու գերեզմանում։ Միանշանակ հավատում եմ սրան, սա նշանակում է, որ մի օր, ասա մի օր, հավեսով ասա մի օր, այո, մի օր Աստված կբարձրացնի առագաստները քո, միգուցե սա լիրիկական, միգուցե ալեգորիկ արտահայտություն եմ բերել, որովհետև ես սիրում եմ այսպես խոսել, մի օր նա կբարձրացնի քո առագաստները, այդ նավը չի մնա այդ ալիքների մեջ, կբարձրացնի քո առագաստները, որպեսզի դրանք բռնեն հավիտենության քամին, այո, եւ տանեն մեզի դեպի տուն, դեպի հավիտենություն։ Ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Ահա որտեղ է հաղթանակը, որ կարելի է խոսել այսպիսի թեմա, բայց ունենալ այսքան ուրախություն մեր ներսում, այսքան վստահություն, որ Հիսուսի պես կենդանի Աստված ունենք։ Նա ապացուցել է մեզ կյանքում, իր կենդանի լինելն է, իր շնորհքն է, պաշտպանությունն է, մենք լավը չենք, բայց մեզ սիրող Աստվածն է լավը։ Մենք չար երեխեք ենք իր համար, բայց նա լավ պապա է մեր համար, ամեն։ Եվ ինչ ալինելու վերջում, ես էթալու ու դռների մոտ, քո հայրն է քեզ դիմավորելու, տեղի ունենալու հավիտենությունում հանդիպում հոր և որդու, ամեն, ապրիր սա տեսնելու համար, փառք Հիսուսին, Եփեսացիների թղթում գրված այն, որ այլևս երեխա չլինենք, լավ էլի, Պողոսն ասում է, լավ էլի, երեխու պես չլինենք, սենց երերված, երեխա չէ, հավատաց, չհավատաց, կասկածամիտ, երկմին, հա, կարող չէ, հա, չէ, հա, սասկա չէ, երկմիտ մարդ, ասում որ այլևս երեխա չլինենք, մոթա, երերված, ուտատանված, վարդապետության ամեն քամիներից, մարդկանց ամեն խաբեբահություններով, որ մոլորեցնեն խաբեբահության խորամանկությունով, ամոթ ասում, այդ երեխան մենակ այդպես բաների կտրվի, հաստատուն եղի, ճանաչիր Աստծո խոսքը, ճանաչիր ճշմարտությունը եւ այն կազատի քեզ, ամեն, ամեն, այլևս ասում է երեխա չլինենք երերված, վարդապետության զանազան սուտ-մուտ քամիներից, հա, ուրեմն խաբված։ Այստեղ ինչ որ կարդացի Աստվածաշնչից, սա մաքուր, անխարդախ, բանական կաթնա, որով Աստված ուզում է սնվենք մինչև մեր փրկության վերջին օրը։ Սրանից երբեք չես տուժվի։
Աստծո խոսքից ուտելուց երբեք չես մոլորվի։ Աստծո խոսքը ուտելուց քամիներդ կհանգստանան, փոթորիկներդ տեղը կնստեն, դեպրեսիաներդ ու վախերդ կգտնեն իրենց տեղը, որովհետև սա բանական մաքուր անխարդախ կաթը, սրանից առողջանում են, սրանից չեն հիվանդանում, կերեդ կաթը, որի անունն է Աստվածաշունչ։ Ամեն։ Հալելույա։ Հավատացյալի ըննավելորդը տեղ դուրս եկե, ես շտկեմ, հավատացյալի համար Քրիստոսը խափանել է մահը, գոյությունն ինթամենը փոխադրվել, մեկ վայրից մյուսը ինչը ես ձեզ ցույց տվեցին, փոխադրվել, չկա տենց բան մահանալ, չկա տենց բան, դու չես ճաշակելու մահը, դու չես ճաշակելու գերեզմանը, չես ճաշակելու վախերը, դժոխք եւ այլն, Աստված քեզ ազատել է, գոյություն ունի կրիտիկական անցում, մեկ վայրից տեղափոխվել մեկ ուրիշ վայր։ Հիսուսը, ես ասացի, խափանել է քո համար մահը։ Ամեն։ Հալելույա, հալելույա։ Մի հատ էլ Տիմոթեոսից համար կարդանք ու մի հատ առակով ավարտենք։ Հալելույա։ Տիմոթեոսից, որովհետև ես արդեն Պողոսն է գրում, նամակ է գրել Տիմոթեոսին, որովհետև ես արդեն նվիրվում եմ եւ իմ բաժանվելու ժամանակը հասած է։ Մահանում էր Պողոսը, ծերեր, աչքերը տկար էին, ասում էր արդեն նվիրվելուս, տրվելու Տիրոջը, պատրաստվելու գնալու, զգում էր իր ներսում։ Ժամանակս մոտեցել է նվիրվելուս, ժամանակս հասել է բաժանվելու։ Մարդ անգամ զգացել է, որ Տերը իրան տունականչում։ Աստված, ափալ, թափալ, խառնաշփոթ, հավլաբարի բազար, ատեզբան մեր կյանքում չի սարքի։ Նա ամեն մեկին իր ուղիով, իր ճանապարհով կտանի, կպատրաստի վերջին օրվա համար։ Վստահեք Աստծուն, նա հոգիների մեծ վարպետ է։ Ամեն։ Նա հոգիների մեծ վարպետ է։ Լստ տպավորությունը մեռնելս եկավ։ Հա, քո մեռնելն եկավ։ Հալելույա, ատասման որտեղ եք տեսել։ Հալելույա, այնքան երկնքի մասին խոսացինք, հավեսով, ոնց ենք եթալու առագաստները, բանը, մի վայրից մեռնելներս եկավ, հալելույա, փառք Տիրոջը։ Ապրում ենք Տիրոջ համար, կմեռնենք էլ նրա համար, ամեն, հալելույա։ Ինչ է նշանակում մահ։ Նորից եմ ուզում սա ասեմ, շատ ասեմ, որ սա ազատագրում բերի մեր ներսում։ Մահ նշանակում է տեղափոխվել մեկ այլ չափման մեջ, այն կոչվում է կրիտիկական անցում։ Ուզում եմ, որ քո լեքսիկոնի մեջ սա մատնի։ Ես քրիստոնյա եմ, ես վերստին ծնված եմ, ես հավատում եմ Հիսուսին, ես գիտեմ նաև ինչ է նշանակում հավիտենական կյանքը կամ փոխանցվել հավիտենական կյանք, փոխադրվել։ Մահ ընդամենը դա ձեր համար ասա, ինչ որ անհավատի սարսափելի, բայց ինձ համար դա ընդամենը մի դռնից մեկ ուրիշ դուր ակնթարթում տեղափոխվել է։ Մահ կրիտիկական, այս երաժշտությունն էլ, ալելույա։ Յուրիկ եղբայր ջան, շատ մոտեցրեցիք մահվանը, պրոստը էդ է ուզում ասել։ Գիտեք, հիշեցի տեսակցություններից մեկում նման երաժշտություն ձեզ ասում, սենց բան կա ստեղ։ Ալելույա։ Սաղմոս 116-ում գրված է։ Աստեղ ուշադիր եղեք, նայեք ես ոնց եմ կարդում Աստվածաշունչը, ուզում սովորեցնեմ, դուք էլ այդպես կարդալ։ Պատվական է Տիրոջ առաջին նրա սուրբերի մահը, չի գրված ամեն մարդու, միայն սուրբերի։ Դեռ պատվական մի բան է, մահմեդական կրոնների երկրներում, մուսուլմանական երկրներում, երբ որ մեկերները դառնում են Քրիստոսին, գիտեք ինչ են առաջինը սովորեցնում։ Ձեզի չեն սովորացնում, որտեղ դուք ապրում եք քրիստոնեական երկրում։ Երբ որ մուսուլմանական որևէ երկրում որևէ մեկը դարձի է գալիս Քրիստոսին, նրան առաջի բանը ասում են. պատրաստ ես նահատակվելու, որովհետև Քրիստոսի համար անպայման այստեղ կամ կգլխատեն քեզ, կամ կսպանեն քեզ, կամ կպայթացնեն, կամ կտրաքացնեն։ Առաջին հերթին, ով գալիս է Քրիստոսին, այդ երկրներում ծանոթացնում են նահատակության հետ։ Փառք Աստծուն, դուք ապրում եք Միացյալ Նահանգներում։ Նահատակության մասին առաջ անգամ լսակ եկեղեցուց։ Փառք Աստծուն, այն ամենի համար ինչ ունենք, այո։ Քրիստոնյան չի մեռնում, նա ուղղակի երկրավոր կյանքից տեղափոխվում է երկնային Երուսաղեմ։
որի մասին երգում ենք, որտեղ մեզ սպասում է մեր հայրը, որտեղ մեզ սպասում է մեր թանկագին փրկիչ Հիսուսը, ով խաչը արյունոտեց, ով խաչը կարմիր գույնի մեջ թողեց, որ ինձ ու քեզ հետո հավիտենությունում ունենա հավիտյան։ Ալելույա։ Ես այստեղ կանգնած այսօր քարոզում եմ այս թեմայի շուրջ, բայց քաջ գիտակցում եմ, որ մի օր, եթե իմ երկրավոր ապրած կյանքի ընթացքում հափշտակությունը տեղի չունենա, այս ճանապարհը ինձ էլ է սպասում։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորս ներսում պատրաստ լինենք, մենք նրա ձեռքերի մեջ ենք, ապահով եղենք։ Մահը քո ճակատագիրը չէ, մահը քո բաժինը չէ, Հիսուսը խափանել է մահվան խայթոցը, գերեզմանի զորությունը, դու Աստծո կին ես, Աստծո տղամարդ, դու նրանն ես, ամեն։ Ուզում եմ խոսքս ավարտեմ մի հրաշալի առակով, որ կարծում եմ կտպավորվի այն քո մեջ։ Մի մարդ տուրիստ է գնում Երուսաղեմ եւ իրան տանում են Երուսաղեմի տարբեր տեղերը ման գալու, ցույց տալու, հանկարծ սարերից մեկի վրա տեսնում է մի տուն եւ հարցնում է. «Սա ո՞ւմ տունն է սարի վրա»։ Ասում են այս քաղաքի մարգարեի տունն է։ Ասում այնքան կուզեի տեսնեի այս տունը։ Տանում են այդ մարգարեի տունը, թակում է դուռը եւ բացում է այդ մարդը, մարգարեն եւ այս տուրիստը հարցնում է. «Բարև ձեզ, ինչպես եք»։ «Լավ եմ»։ «Դուք եք այս քաղաքի մարգարեն»։ «Այո»։ Եվ ասում է աչքը գցում է մարգարեի տանը, նկատում է, ինչ տեսակ մարգարեի է, մտածում է, որ եթե երկրի քաղաքի Երուսաղեմի մարգարեն է, սա պետք է շատ հարուստ ապրի, սա պետք է շատ շքեղ տուն ունենա։ Նկատում է, որ մի երկու աթոռ է դրված, միտեղ մի հատ սեղան է դրված, ըսկի կահույք չունի, ոչ մի բան, մի անկյունում մի քիչ սնունդ է դրված, այդ էլ խոհանոցն է, եւ հարցնում է. Ես մտածեցի, որ դուք այս երկրի մարգարեն եք, պետք է որ շատ լավ հարուստ տուն ունենաք, ներեցեք, որտեղ է ձեր կահույքը։ Մարգարեն պատասխանում է նրան. «Բա ձեր կահույքը որտեղ է»։ Ասում է. «Դե ես տուրիստ եմ, ինչ եմ անում կահույքը, ես տուրիստ մարդ եմ այս երկրի վրա»։ Ասում է. «Բա ես եմ տուրիստ։ Ես մի ժամանակով կանչված եմ երկրի վրա, մի քիչ պիտի աշխատեմ Աստծո համար, ու ես մնայում ոչինչ չունեմ այս երկրի վրա, որովհետև մի ժամանակ կգա, որ իմ Տերը կկանչի ինձ, եւ ես պիտի գնամ։ Ես չեմ եկել այստեղ կահույքի հարցեր լուծելու, ես եկել եմ արքայության համար ծառայելու։ Չկորցնես հավիտենությունը, չկորցնես հավիտենությունը, եւ հավիտենական կյանքի ռակուրսից եկ միասին նայենք մեր ժամանակավոր այս խեղճ հառաչանքներով լեցուն կյանքը, ցավերով լեցուն մարմինը, հառաչանքներից աղաղակող մարմնի կյանքը հավիտենության ռակուրսից։ Ասելիքս որն է, չկորցնես հավիտենությունը կյանքիցդ։ Դու կանչված ես քաղաքացի լինելու արքայության համար, ոչ թե այստեղի։ Դու տուրիստ ես, դու ժամանակավոր մարդ ես, դու անցորդ ես, դու քո ճանապարհն ես անցնում։ Մի օր այդ ճանապարհի մի հատվածում Տերը կասի. բավական է, հիմա տուն արի։ Այսօրվա իմ պատգամը դրա համար էր, որ ես եւ դու պատրաստվենք, որ երբ որ Տերը կանչի, մեր մոտ պանիկա չառաջանա։ Պողոսի պես հիշենք հետևյալը. մենք տենչում ենք այս ապականացում մարմնից դուրս գալ եւ մտնել հարյալ անապականացում մարմնի մեջ։ Ես գնում եմ, ասաց Պողոսը, ժամանակս հասել է, ես նվիրվում եմ, գնում եմ նվիրվելու իմ Տիրոջը հավիտյան նրա հետ ապրելու։ Մենք տուրիստ ենք։ Եվ մեր գործը չէ այստեղ ամբողջ օրը ուշում միտքը կահույք ու ինչ չգիտեմ հարցեր։ Միտքը թող աշխատի հավիտենության վրա, Հիսուսը գալիս է։ Եկեք տանք նրան բարձր ծափահարություն, եկեք տանք նրան արժանի ծափահարություն, ես անչափորդված եմ, ուրախ եմ, մի նախադասության համար, որ ասում է, եւ Պողոսն ասեց, եւ կհիշենք այն խոսքը, որ ասում է, վաղ ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո զորությունը։ Նա խաչը թողեց արյանը մեջ եւ կարմիր գույնով ներկեց, որ դու երկրի վրա ազատ հանգիստ ապրես, վստահելով քո կյանքը
երկրի վրա է, երկնքում է Աստծուն։ Եկ աղոթենք։